Արդեն 4-րդ անգամ ես ու ընկերներս անցկացնելու ենք 24 ժամ լեգենդար եւ սարսափելի Queen Mary նավի ներսում։ Լսեցիք։ Այո, շատերիդ խնդրանքով ես էլի այստեղ եմ։ Ինչպես հիշում եք, նախորդ անգամ B340 սենյակից երևաց տեսիլք, որից հետո մենք սարսափահար վազեցինք եւ դուրս եկանք նավից։ Այդ պահից արդեն անցել է 1 տարի եւ այո, հասունացել է պահը, որ կրկին ես ու ընկերներս մուտք գործենք սարսափելի նավը։ Եվ տեսնենք, թե ինչ է մեզ սպասվելու այս անգամ։ Մնամ ինչ է վերջինս հետ։ Նայ։ Պրինցես Դիանայով բանով։ Ռավ, Ինչ է կատարվում քո հետ։ լսում եք ձենը։ Ծիծաղի ձենա գալի երախո։ Օգնել եմ արդեն օգսասվում եմ ճանից։ Սիրտը սկսում է արագ աշխատել։ Ճիշտ է, մի քիչ շատ սպասեցի, ուղիղ 1 երթում լույսը անջատվեց։ Հավատս չի գալիս, մենք 4-րդ անգամ արդեն շատերիդ խնդրանքով եկել ենք խես հուզվերավ։ Էմոցիոնալ պահ է շատ։ Կյանքի պատմություն, տարիների կերտում։ Այո, 4-րդ անգամ եկել ենք բացահայտելու լեգենդար Queen Mary նավը։ Մտնում ենք ներս։ Երջանիկ եմ ես։ Խնդրում եմ մի հատ այս տեսարանը նայեք։ Հավատս չի գալիս։ Բայց մեկ է, ես հավատում եմ ինձ։ Դե ինչ, մտնում ենք ներս։ Գնացինք։ Ոգևորված եք։ Շոտ։ Հե՞։ Բազմիցս ոգևորված ենք։ Դու հետ։ Մտանք, արա մտանք։ Ռաֆոն վատ արդեն։ Ռաֆս լավ չես արդեն։ Մի փոքր ճնշում։ Սենյակի բանալիները վերցրեցինք, գնանք տեսնենք, թե այս անգամ ինչ սենյակում ենք մնալու։ M159 սենյակն է։ Օրո, բլես տեսարան է։ Հա՞։ Վատ հոտ է գալի։ Հին շատ հնադարյան հոտ է։ Queen Mary սենյակը մեր հարկում է ժողովուրդ։ King George, Queen Mary, հենակար կոմեդի սենյակը։ Հասանք M159, տեսնենք, եկեք, դե ինչ, մտնում ենք մեր սենյակ, գնացինք։ Որո՞։ Հեռուստացույցն է միացրած է։ Խնդրեմ, սա մեր սենյակն է, այստեղից էլի կա միջանցք, որտեղ էլ գտնվում է փոքրիկ մահճակալը, որտեղ էլ քնելու եմ ես այս գիշեր։ Օրո, ես իմ առանձին բաղնիկ զուգարան ունեմ ստեղ։ Առանձին չի, մենք չունենք։ Իա, ոչ չկար այնտեղ բաղնիկ զուգարան։ Ոչ։ Էս ինչ հին սենյակ է, երևի ամենահին սենյակն է դեռևս որ մնացել ենք։ Յախ, գլնայ։ Շատ շատ օգտակար է։ Թե լպստի։ Եկեք տեսնենք այս անգամ ինչ տեսարան է բացվում պատուհանից։ Նույն տեսարանն է ոնց որ անցած անգամ։ Այս դուր է լուրջ։ Ուրա դուր։ Ահա, ի դուրա։ Հələ քաշի։ Որո՞։ Գիժ արդեն մի արելավ։ Ժողովուրդ, բայց տարօրինակ է։ Բաղնիքի ներսում առանձին այսպես դուռա։ Հին վառարանա, խնդրում եմ մի հատ ստեղ նայեք։ Նախորդ սենյակներում չի եղել sense բան։ Ժամն էս պայն 9:41 է գիշերվա, դեռ նոր կարելի է ասել գիշերային օրը պետքա սկսվի։ Ավանդույթներից չենք շեղվելու, մի հատ առանձին այս շուտ ժամին ենք դուրս գալու միջանցքներով քայլելու եւ պարտադիր գիշերը ժամը 1-ից հետո, որը ինձ թվում է ամենահետաքրքիրն է լինելու։ Փորձը ցույց է տալիս, որ ուշ գիշերով միևնույնն է Queen Mary-ում քայլելը ամենահետաքրքիրն է։ Մեր հետ մի շարք ուտելու բաներ են կրկին բերել, հիմա եկեք ցույց տամ թե ինչ էր։ Բանան, շոկոլադ, սենդվիչներ, նուր ունենք այստեղ, թունայվացան եւ խնձորի սոկ։ Օրո սուշի եք հետներդ վերցրել։ Այո։ Վաու։ Անեն սովածենք, մի հատ հաց կուտենք, նոր դուրս գանք նավի մեջ պտտվելու։ Դու քեզ զենով ուտում։ Մինչև հավատակ ես չհակնես դուրս չեն գալու նավը բացահայտելու։ Ընտրի Ռաֆո, SS հակնելու թե հուդին։ Դե որ ասում եմ հանի, որ ասում եմ հանի, էսի, ուրեմն հանի էսի։ Հլաքի, հերը ցաղ գիշեր գնում աշխատում քո համար շորերը առնում, դու չես ուզում։ Նես, հակել։ Հակ, մտրա։ Դե ինչ ժամը 10:48 հա առաջին անգամ դուրս են գալիս սենյակից, մի հատ պտտվենք նավը, տեսնենք ընդհանրապես այս մի տարվա մեջ ինչ է փոխվել նավի մեջ ու ընդհանրապես ինչ նորություններ են կարողանում գտնել։ Այնուհետև որպես կարգն է, մի հատ էլ գիշերը ժամը 1-ին ենք դուրս գալու։ Գնացինք։ Խնդրում եմ դեռ նայեք, միջանցքի ծերը չի երևում։ Առաջ անգամ Queen Mary մեջ էներգետիկ խմում։ Այս որ հատվածն ենք։ Արա, չես հիշում այս տեղը։ Չասես, չես հիշում այս դրան մոդից ինչ որ ձայներ էր գալիս։
Ձերի տեղերը։ Հիշեցիր։ Հա, շոտ սարսափելի է։ Հիմա խնդում ենք, բայց հեսալ նենց ենք վախենալը միած ձեն լսենք։ Արյան հետքերը պատիվերի։ Հələ արի ինտեղ։ Արա, այստեղ մեր հետքն էինք թողել, անցած անգամ ստիկեր էինք կպցրել։ Այստեղ էր Արիելը։ Այստեղ միտեղ էր։ Չկա հա ստիկերները։ Եկեք մի հատ էլ ստիկեր կպցնենք, այս անգամ հուսանք, որ չեմ փոկի։ Այնտեղ որ չերևացող լինի, սեղանի տակ։ Այս սեղանի տակի կպցնենք։ Այստեղ հենց քույմերի նավը դզեց։ Նավի մեջ մեր հետ կթողեցինք։ Նորից դուք իմ նավի մեջ։ Ես բացա այս դուռը, ամեն անգամ եկել ենք փակ ա եղել։ Այս էլ վերելակները մեր շատ սիրելի։ Հենց չես կարում բացես։ Չէ, ամեն անգամ նույնը։ Այո, ես կրկին բերել եմ սա, եկեք միացնենք ու տեսնենք այսօր ինչ ա մեզ հաջողում սրանով գտնել։ Գնացինք։ Քո կարծիքով այդ քո խղճուկ սարքը քեզ կօգնի։ Դա գրածա որ չես կարա բարձ։ Ոյ սիրտը սորա, էլ է սառուցի ապարատը ամեն անգամ սա միանում է ու ձենից սիրտներս կանգնում է։ Գրածա որ վերև բարձրանալ չի կարելի, բայց դա մեզ ընդհանրապես չի հետաքրքրում։ Արա, այս ինչ են սարքում ստեղ։ Հա, ինչ հատված արա, մենք ստեղ չենք եղել։ Ձերի տեղեր են այ։ Այստեղ սկիզբն է։ Ձեզ շատ երկար գիշեր է սպասում։ Այսօր ենք, ստեղ չենք եղել։ Այս ինչ տեղ էր։ Արդեն դժվար եմ շնչում ինչ-որ դու են։ Ինչ-որ վախի մտնոլորտ ահավոր։ Արա կարմիր է վառում։ Հենց նոր կարմիր վառեց։ Այսքան ժամանակ եկել ենք, այս հատվածը չենք եղել։ Չի վերջանում, անծայրացիր նավա։ Օ, դուրս եկանք։ Ֆու, մենք գտնվում ենք նավի դրսի հատվածում այս պահին։ Հələ ֆրա մի վարկյան, ֆրա։ Գիժես տղա, այս ինչ ծաղիկներ ես բերել։ Վայ, հետ իր տեղը քոնն է որ վերցրեցիր, դիր։ Բայց ինչի համար ես բերել։ Կամաս, ձենս չբարձրացնեմ, դիր տեղը։ Չես ասելու ինչի համար ես ծաղիկ բերել այդ նավ։ Կիմանաս էլի, ժամանակը գա կիմանաս, դիր տեղը։ Տարօրինակ այստեղ են երթվում եմ։ Նավի հետևի հատվածում են գտնվում, հարիչն եք ներքև։ Դզվեց։ Որես ինչ փակ ա եղել։ Ֆու, ես ինչ հոտ է։ Որես ինչ վատ հոտ է։ Ինչ որ լույսեր են բերել դրել։ Բայց ինչի համար, տենաս ինչ ա լինելու ստեղ։ Եկան։ Մի վազի, արա, մի վազի։ Okay ա։ Աշխատողներ էին ժողովուրդ, թրանք։ Հորը սիրտս կանգնեց։ Մենք միշտ սիրում ենք Queen-Mary-ում արգելված տեղեր մտնել։ Սոդկի արգելվածն է էլի հետաքրքիր։ Պատրաստ եք, տիկնիկների սենյակի մոտ ենք հասնում։ Արդեն անգիր գիտեմ ես նավը։ 3 2 1 Ասմաստա գիշերները դայակ է գալի ու տեխնիկներին է նայում, որ իրար չկռվեն։ Լուրջ։ Հա, որտեղ երեխա են ամեն դեպքում։ B340 սենյակի մոտ հիմա գնանք թե ուշ ժամի։ Երբեք։ Բացա։ Մենք ստե երբեք չենք եղել, միշտ էսի փակ ա եղել, միշտ։ Դուք էլ լսեցիք այդ ձենը։ Այս ինչ նոր տեղ ա։ Լարի, ժողովուրդ էս ինչ տեղ ա։ Թանգարանն ա եղել ու սա խանել են մեջից, խի բայց Աստվածի։ Ես ուր ենք։ Լաբիրինթոս ոնց որ լինի երթվում, լաբիրինթոս ա։ Չեմ կարող անել։ Բայց ինչ մեծ ա։ Զգում ես քայլում ենք չի բրծնում։ Լսի։ Նայ։ Տեսար, կարմրեց։ Փակում ենք էլի որ մեր հետքերը վերացնենք։ Տամ Ռաֆոին, Ռաֆ մի հատ արի մի վարկյան քեզ են ուզում։ Չասում։ Վեկալ տես։ Եթե հարսանիքի համար է կանչում չեմ հրավիրել իմանամ ասեմ թե չէ։ Հա մեր ջան։ Աղջի ես է քեզ եմ զանգում, բան ես անում։ Հարսանիքը ասեմ։ Ասա։
Հա, արգամիս հարսանիքն ենք անում։ Բանով եկեք, հա, պրինցես Դիանայով, բանով, հա, լավ մեր ջան, հա, Instagram-ով հեսա ֆոլո կտամ քեզ։ Հա, չէ, զբաղված ենք, պրոստը համերգ էր տվել բոն այդ հարցերը։ Ասма կարոյցա, ահա որ նեղացել, հա։ Նեղացել է ինձնից։ Հա, չէ, բայց բան անձնական բան չկա, չէ, խոսանք, հա, զզվում եմ ես սրանից։ Իջնում ենք ներքև իհարկե։ Թրթրացնե։ Օ՞։ Գտրտրա։ Սիրտս երաշտություններ։ Այ սիրտս ապուշ արա։ Մի արա, էլի սառոցի ապարատ էի գտել։ Չէ, սառոցի ապարատ չէ։ Արա ապուշ ես դու։ Ես մի հատ կնիկ աստե թզով կոֆե խմելու աս։ Ես ինչ եք անում ստեղ։ Ավակարների սենյակն է։ Դրանք մի բան կլինի, ես չաշխատող վերելակի մոտ։ Նայ, արա։ Նայ։ Կարմրեց։ Նայ արա։ Ռաֆ։ Էսօր անետացավ էդո։ Ռաֆոն ուրա։ Արա ուրա Ռաֆոն։ Բարև Ռաֆ։ Նայ, արա ինչպես միշտ է վառում է, նայ։ Նայ, ինչպես միշտ անցած անգամ էլ, նայ։ Նայ, էսա, նայ։ Արա, երթում անցած անգամ էլ էր այստեղ վառում։ Ինչ է կատարվում հետը տղա։ Լսի նկատել եմ որ այդ կարմիր սարքենց կարմրում է, ես էլ եմ ինչ որ sense բան ա մոտս լինում, հետո անցնում է։ Ռաֆ ինչ ես խոսում, ապուշացել ես։ Չէ։ Ես ապուշացել եմ, հա։ Ով է ապուշացել ես, բայց ով ասաց որ ես եմ ապուշացել։ Բոլորը ապուշ եք, ստեղ ապուշացել եք, ես ինչ բան չի եղել։ Այբուբենի ատառը A204 No smoking room։ Սա գիտեք ինչեր են։ Մի ժամանակ բալետի դասեր էր լինում նավի անդամակիցների համար ու ժամը 12-ին բոլորը ձողի մոտ կանգնած իրենց կքանիստերն էին անում։ Իջնում ենք ներքև։ Բեհարկենք սենց իջնում։ Հիշում եք ես տեղը։ Եթե այս հարկում Ասա նորմալավարի դու գոռացել ես, դու ես զավարի բան ես արել, գլուխներդ կաղվա։ Հասանք նավի ամենավախենալու հատվածը։ Իսկ իա շոր գցած, երևի շորա գցած, դուրը կիսա բացա։ Նկարի, չեմ հավատում, Ստենայի։ Պես խառնվե իրար։ Բա ինչ ան, Ստենայի արա։ Նշանակում է հոգի կա տարածքում։ Ապուշ ես։ Որ կարմրում է նշանակում է հոգի կա։ Բախի ես տենց ուրախ։ Չեմ, նենց ես զարմացել, իբր չգիտեիր։ Նայ անցավ, նայ էլ չկա։ Իսնից էր այդ կարմիր լույսը։ Արի, նայ Ռաֆի դեմքի մոտ կարմիր է վառում։ Ռաֆ ինչ է կատարվում քո հետ։ Ով ասաց իմ այդ բանն է կատարվում։ Ռաֆ։ Արա ինչ է կատարվում քո հետ։ Ինչ ես անում, Ռաֆ։ Որ վախում եմ ես Ռաֆոից, Ռաֆո։ Էդո։ Ինչ որ մեկը զգում եմ որ կպնում է ինձ։ Ես եմ մի էշից։ Արա մի ապուշացի դե։ Մի ապուշացի, մի արա, մի արա։ Դե դերս էի փորձում։ Ինչ դեր։ Մետրո թատրոն ներկայացում ունեմ։ Ռաֆոն կտցրել է այսօր։ Մի արա։ Այսքան ժամանակ գալիս են Queen Mary-նա B340-ը անընդհատ կորցնում են։ Դա ծանր բան է, կոկորտից տեյվը ինչ դժվար եմ շնչում դու էլ։ Հենց գալիս եմ այս հարկ, լարվածությունից սկսում եմ կոկորտից ցավալ։ Մենք արդեն երևի 40 րոպե է, B340 սենյակն ենք ման գալիս ու ոչ մի ձև չենք կարողանում գտնել։ Լսում եք։ Չէ, հանգիստ եղեք մարդու մսի աղացի ձենն է։ Սիրտը սառը երաշտության ձեներ։
Հարկ է երաժշտության ձայներ։ 340 այնտեղ է։ Ծախի վրա։ Լսում եք ձենը։ Ինչի ձենը։ Ծիծաղի ձենա գալի երեխու։ Is someone here? Տիկնիկի մոտից հա գալիս։ Տիկնիկի մոտից բարձր ծիծաղի ձենա գալիս։ Ակի բերանը դες բացել, գիտես ինչ կա, բերանը դες բացել, ինչի՞ց վրա, ճողացած շորին, լակետ նայող։ Գնա մի հատ վերանայի քեզ։ Կաթը բերի մեջքի չի չորացել, հիմար։ Մայրիկիդ հետ վաղ առավոտյան ներկայանաս փոխտնօրենի սենյակ։ Աչի ներկայացրու օրագիրդ մի հատ։ Ճիշտ է ասում աղբերս, մենակ բերանը դες բացել։ Վերջապես երկար սպասված պահն է հասունանում, մենք արդեն մոտենում ենք B340 սենյակի մոտ, այս անգամ եկել ենք նավ հենց այն պահի համար, ինչը մեր հետ կատարվեց ուղիղ 1 տարի առաջ նավի մեջ։ Մարդկա ներս։ Բոլորդ մինչ այսօր հարցնում եք, արդյոք B340 սենյակի մեջից ձեռքով անողը իրական էր թե իրական չէր։ Ժողովուրդ մինչև գնալը B340 սենյակի մոտ ցանկանում եմ ասել, որ այդ ամենը ամբողջովին իրական է եղել։ Ես չեմ կարող ասել ներսում սովորական մարդ է եղել, աշխատող է եղել, թե հոգի է եղել, չնայած ասել եմ ու էլի կասեմ, որ չեմ Ինչ ձեներ, դու լսեցիր։ Ասել եմ ու կասեմ, որ չեմ հավատում հոգիներին։ Եկեք գնանք B340 սենյակի մոտ տեսնենք, թե ինչ են կարողանում նկատել այսօր։ Գնացինք։ Այնա B340-ը։ Էս արի։ Լուրջ եմ ասում, այս տեսարանի նայում եմ, սարսափում եմ, հիշում եմ անցած անգամ ոնց մեկը ձեռքով արեց մեզ ներսից։ Գնամ մոտիկ։ Սիրտը սկսում արագ աշխատել։ Սկսում ծանր շնչել, չգիտեմ, տրամադրվածությունից է երևի, որ գիտեմ այս սենյակի մոտ եմ, sense անկախ ինձից դժվար եմ շնչում։ Վերջապես կասես, ինչի համար է այս ծաղիկները։ Մոռացել էի։ Շատ չխոսակ։ Չի սիրում որ շատ եք խոսում։ Մեջան, ես եմ։ Մեջան, Ռաֆոնը ազես։ Մեջան կներես, գիտեմ, լավ չստացվեց, քո պատճառով է սաղել։ Հա, չէ, մենք հրավիրատոմսը ուղարկել էինք Կարոյի համերգի, երևի չեն տվել, թե չէ մենք ամբողջ շարքը քո ընտանիքի համար ենք պահել, հա։ Մեջան, այս ծաղ սուս մնայր, սաղ քո պատճառով է եկել։ Այս ծաղիկներն էլ մեր կողմից, հա, չէ, Կարոն ուղարկեց, ասեց խորին ներողություններս կներես, բայց ասում եմ մի հատ էլ է համերգ տնելու, մենակ քո համար, ամբողջ թատրոնում կգաս։ Յոթ շատ եք սպասում, որ դու լինես համերգի, չգիտեք ինչ է ապասը։ Ելնի 10 ծաղիկները գնանք արդեն։ Էլի, սաղ քո պատճառով է սուս։ Դու ծաղիկները գնանք արդեն, վայ։ Մեջան, մի փոքր ֆոնդից օգնություն աղակի դնում ենք ստեղ։ Եթե ուզում եք վերցրա, եթե չէ, արդեն օգնել եմ արդեն, օգնասվում եմ սրանից։ Մեր ճիշտ, այն օրը որ եկել է, ինչի դուրը չբացվիր։ Գանք նստենք կոֆեով մարդավարի խոսանք, 2 բառ ամի դու ես տենց ասել, այդ վաղտել ես եմ տենց մտածել, ասել եմ, հիմա it's okay։ Ապուշացել է Ռաֆը։ It's okay մեր ջան, ես հասկանում եմ, մտնում եմ դրությանդ մեջ, Աստված էրոտանի քեզնից, բայց Չխայնացավ։ Մեր չի ուզում ձենել ասում եմ ինչև Կարոն չգա, չոք ներողությունը չխնդրի, դուրս չպաճի ծաղկի իր ձեռով չդնի ներողություն չասի, ես ոչ մի բան չեմ։ Ասում եմ արդեն հա, մի հատ գնա։ Հիմա պետք է ես ներողություն խնդրեմ։ Հա, պայման, հա։ Չեմ ուզում։ Չես կարա։ Ինչ պարտը դիրա ես ներողություն Ուզես խնդրեմ։ իր աղբոր երեխու հարցանիքին քեզ չկանչի։ Չէ։ Դե գնա ներողություն խնդրի։ Հեսա թորանցնուն նավ է երկելու։ Գնա խելոք մարդավարի հիշի խոսքերը, սկզբից հենց բարա։ Ու ներողությունը տասա։ Մեր կներես մյուս անգամ ուշադիր կլինեմ, որ համերգի հրավիրատոմսը քեզ էլ հասնի։ Ասում է լուր հեռացեք կմտածեմ, ասում է։ Հարգանքներս մեր ջան կխոսնի։ Ձեր եք առնում, հա։ Շուտով կիմանաք ձեր առնելը որն է։ Ինչքան
Կանցինի կացանք հերիքեր, ժամը գիշերվա 1-ն է լինում, գնանք ուղիղ 1 ժամ հանգստանանք սենյակում եւ ժամը ուղիղ 2-ին դուրս կգանք նավով շրջելու։ Այս նավը 8 ժամի է պետք բացահայտել։ Հուսանք Ռաֆոն կլրջանա շուտով։ Մտի սենյակ, մտի։ Տոմսը դուր որ ոտս բացեմ անցնես։ Հոգնեցի, ահա որ։ Բայց ես պատկերացնում եմ 1 ժամից ինչ հետաքրքիր անցնելու։ Կհանդիպենք։ Դե ինչ 1.5 ժամ անցավ, ժամը գիշերվա 2:16 է, ժամանակն է արդեն սենյակից դուրս գալու եւ ուշ գիշերով նավը ուսումնասիրելու գնացինք։ Ինձ թվաց թե այնտեղ ոնց որ մեկը ինձ նայեր։ Չէ, քեզ թվաց։ Դե ինչ գիշերային որոնները օֆիցիալ համարում եմ սկսված։ Իջնում ենք Բեհարկ, գնացինք։ Լուրջ եմ ասում գիշերով սարսափում եմ Բեհարկ գնալուց, բայց նավի ամենասարսափելի հատվածն է դա ու պետք է ուղղակի գնանք այնտեղ։ Եկեք, արդեն ձանձրանում էի։ Այսօր ցեն եկավ։ Լսեցիր։ Չլսեցիք։ Կարմիր։ Վառեց էլի։ Նայ։ Բայց հələ մի արքան սուս։ Նայ վառում է, էլի վառում է։ Լսեցիք։ Չէ։ Մենակ ես եմ ձեն լսում այսօր չեմ հասկանում։ Գժվել եմ ես։ Արդեն 3-րդ անգամ եմ ձեն լսում ու դուք չեք լսում։ Ես քաշում։ Գիժես։ Կտցրել այսօր քեզ։ Ստեն այ խնդրում ճանգռած նայ չանչերի տեղա նայ։ Մարդու ձեռի տեղ չի ես։ Դե 340-ի մոտ ենք ու ծաղիկը դեռ ստեղա։ Ես որ իշում անցած անգամ այն տեսարանը, որը տեսա այս դռնից ինչ աբսուրդ էր։ Ու ահա որ տարօրինակ է, որ այս անգամ ոչ կարմիր լույս է վառվում սենյակի առջև ու ոչ էլ ինչ որ տեսիլք է երևում դռնից։ Օր նայ։ Կարմիր է վառում։ Օրա, հələ ստեղ նայեք, հələ ստեղ։ Արա ու մի անգամ չէ, մի քանի անգամ։ Ինչպես հիշում եք, առաջին քույնների վիդեոյում բարձացել էինք այն վերևը եւ թաքուն մտել էինք կապիտանի սենյակը, որտեղ գտնվում էր նավի ղեկը ու նավապետի անձնական իրերը։ Եկեք գնանք եւ տեսնենք արդյոք հնարավոր կլինի 3 տարի անց կրկին թաքուն մուտք գործել նավապետի սենյակ, բայց այս անգամ գիշերով գնացինք։ Էսա նայ կապիտանի սենյակը, այ այնտեղ է, բարձրանում ենք։ Էսա փակ է, բարձրանում ենք։ Նավի ամենավերևի հատվածում ենք գտնվում, ես ինչ դուռա։ Հորա։ Աստված իմ ես ինչ էին ամեն ինչ։ Լսա։ Արագացրի։ Դուք էլ լսեցիք։ Այն հին դռան ներսում էինք։ Էդ ինչ էր։ Խնդրում եմ միած տեղ նայեք որտեղ ենք այս պահին գտնվում։ Բա կապիտանի սենյակը ուր մնաց։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք արի։ Ժողովուրդ կապիտանի սենյակի պատուհանն էր, այսի էր։ Փակել են։ Ար կարող մեր վիդեոն տեսել են դրանից հետո են փակել։ Սա նավապետի սենյակի պատուհանն ա եղել, ինչպես կարող եք տեսնել, որը 3 տարի առաջ բաց էր։ Արա չէ, այստեղից ենք մենք մտել։ Հա, փաստորեն չեն փակել, արա էսա։ Նայ։ Էսա կապիտանի սենյակը փաստորեն սխալվում է ես։ Փակա։ Արա չէ ժողովուրդ փակել են ներսից էս անայ սելա փակ Չէ անհնար է փակ է Նավ դյուժենի մի պատուհան չկա ձևի համար բաց
Արա ես ինչ տեսարան է բացվում, հələ խնդրում եմ ստեղ նայեք։ Ահա որ բարձր ենք այս պահին։ Արա ոնց եմ կպցրել դա արժայտ է։ Այս թելը հələ ուր է կպած։ Նայ։ Արա վախում եմ։ Հա ինչ պետք է լինի որ։ Այս թելը կպած է։ Այ այն վերևից։ Մենք այս մասը երբեք չենք եղել։ Նավի wireless room-ն է։ Wireless room-ը այսենց տեսք ունի։ Ժամանակին երբ նավի եղել է օվկիանոսում, այստեղով կապ են հաստատել եւ բոլոր հեռախոսազանգերը եւ նամակները այստեղի միջոցով է հաջողվել մարդկանց ստանալ։ Էս ի՞նչ ձեն է։ Արա ի՞նչ ձեն է։ Վերևից է գալի, նայ։ Ծնգծնգոց է գալիս։ Խոսքս կիսատ մնաց, այս սենյակը օգտագործել են նամակներ ստանալու, եղանակը երբ վատ է եղել, այս սենյակի միջոցով են մարդիկ աշխատողները հատուկ սարքեր լսելով հասկացել, որ եղանակը վատանալու է, կամ եթե արտակարգ իրադարձություն է տեղի ունեցել նավի վրա, ելի այս սենյակի սարքերի օգնությամբ կարողացել են կապ հաստատել ուրիշ նավերի եւ ափի ժողովրդի հետ, որպեսզի օգնություն ստանան նավի ներսում։ Բա այսպես հետաքրքիր բան էր, որը նախորդ Queen-երի վիդեոյում չէինք տեսել, այս անգամ տեսանք։ Շարժվում ենք առաջ։ Եթե չես նայել նախորդ Queen-երի վիդեոները, ապա մեծ բան ես բաց թողել, շատ մեծ բան։ Կամ եթե նույնիսկ նայել ես, ապա վերհիշելու համար անպայման այս վիդեոից հետո կգնաս նորից կմիացնես առաջինից սկսած ու կդիտես մինչև վերջ։ Վստահ եմ, որ շատ նոստալգիկ հիշողություններ կարտնանան քո մոտ։ Իսկապես շատ մեծ ու լեգենդար դեր ունի Queen-երի նավի հետ կապված վիդեոները իմ YouTube-յան կարիերայի մեջ, վստահ եմ, որ դուք էլ կփաստեք դա, եւ ձեր մեծ խնդրանքների շնորհիվ ես այսօր կրկին որոշեցի, որ պետք է այցելեմ այստեղ։ Իմ կյանքի մեջ էլ շատ մեծ փոփոխություն եղավ այս նավը, անկեղծ շնորհակալ եմ կազմակերպիչներին։ Աշխարհ է, նավատորմական աշխարհ է, ամեն ինչը քեզ sense Ռաֆո, հատ ստոպ։ Կարևոր բան եմ ասում մարդկանց։ Ինչ ես եկե, ապուշ դուս տալիս, կարամ իմանամ։ Ինչ ես անում։ հոգնել եմ արդեն։ Կատակ ես չի անում։ Հա։ Ապրես։ Հենց հիմա փոքրացրա ու բաժանորդագրվիր ալիքին ժողովուրդ ինձ նայողների ուղիղ 60%-ը պատկերացնում եք առանց բաժանորդագրվելու է նայում, դա իսկապես ահռելի մեծ մարդկանց քանակ է։ Ալիքին միանալով այլևս բաց չես թողնի հետագա ավելի հետաքրքիր վիդեոները նաև կօգնես, որպեսզի միասին լինենք առաջին հայկական բլոգինգի ալիքը, որ կհատենք 1 միլիոն բաժանորդի սահմանը, այնպես որ հենց հիմա միացիր ալիքին, որպեսզի ռեկորդներ գրանցենք Հայաստանի Հանրապետությունում միասին։ Մտնում ենք կրկին նավ։ Հավոր օգնեցինք, արդեն կարելի է ասել 7 ժամա շրջում ենք ամբողջ նավով մեկ, ժամը 9-ին ենք մտել նավի ներսը, արդեն վերևներս հալ չկա, գնում ենք սենյակ ու հանգստանանք։ Այ այս ոնց եմ հոգնել, ոնց եմ քնելու դուք չեք պատկերացնի։ Մինչ ես կպարկեմ ու կքնեմ, ցանկանում եմ նախորդ Queen-երի վիդեոից մի քանի մեկնաբանություն կարդամ, այնպես որ եթե ցանկանում ես մի օր էլ վիդեոյում ես քո մեկնաբանությունը կարդամ, ապա հենց հիմա գրիր ինչ-որ մեկնաբանություն քո կողմից։ Կարբ այս հարելա քեզ, որ քո հետևորդների համար ամեն ինչի պատրաստ ես, ով համաձայննա թող լայքի կոմենտես։ Ժողովուրդ իրականում իմ համար ահավոր հաճելի է սենց վիդեոներ նկարները ու այո ես հանուն իմ հետևորդների ամեն ինչի պատրաստ եմ ու իմ համար իսկապես կապ չունի էքստրիմի ու վախի քանակը ինչքան լինի։ Եթե գիտեմ մի բանը ձեզ ահավոր հետաքրքիր է, ապա այո ես հանուն ձեզ ամեն ինչի պատրաստ եմ ու խոստանում եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է։ Ով է ուզում 4-րդ մաս, ով է ցանկանում 4-րդ մաս։ Ժողովուրդ, Էս ինչքան էիք փաստորեն դուք ուզում 4-րդ մասը։ Կարդալով բոլոր այս մեկնաբանությունները ոնց կարայի ես էլի չգայ Queen-երի։ Ճիշտ է մի քիչ շատ սպասեցի ուղիղ մեկ Էդո, երդվում լույսը անջատվեց։ Արի։ Վայ, բաս։ Էդո լհել։ Էդո կատակ չեմ անում։ Վայ, հիմարություն ես անում։ Դեբիլ է կարա։ Էդո արի։ Արա արի։ Ես անցած հոթելից հետո քո հետ գործ չունեմ, աջողություն։ Արա արի մի հատ։ Երդվում եմ լուրջ եմ ասում, հենց նոր լույսը երկու անգամ, մի անգամ չէ, մի անգամ անջատվեց, միացավ, արի մի հատ հաչի արագացրա։ Այստեղ նստած էի, կամերան այստեղ դրած, մեկնաբանություն էի կարդում, բեկե լույսերը անջատվեց, 4-3 վայրկյան հետո մի հատ էլ անջատվեց լույսերը։ Չեմ մնալու ստեղ։ Բանա, տեխնիկական բանա, ինչ ես լուրջ կերը։ Այսքան վաղտա սենյակում ենք, խի այն վաղտ մի անգամ չեղավ։ Դերում հոգի ա եկել։ Արա մի ապուշացի չեմ մնալու, կքնես դու ստեղ։ Անկեղծ։
Չեմ ուզում ստեղ քնեմ։ Ինչ անենք գնանք։ Խի ես արա ժպտում։ Քելքել հելնում են գնա։ Վայ գիժ ես։ Չեմ հավատում, հավայի կատակ ես անում։ Հոգի այ մայքի, հիմա քնի առավոտ կջոգենք։ Արա մի ապուշացի։ Այնքան այդ ապուշ կատակ այսօր արեցի, հիմա լույս է թրթռում արդեն։ Դու ինչ ես արա, iPad-ը թրթող մի վարկյան։ Ասում եմ այնտեղ լույս է թրթռում, երկու անգամ եղավ, շանտեղ չես դնում։ Ես աշխատում եմ։ Խնդրում եմ, եկեք մի վարկյան 3-ով գնանք կանգնենք, կարող է էլի ա լինում։ Ուզում եմ տենակ։ Այդ արի։ Հել։ Չէ, ես անցած պատմությունից հետո ես ասել եմ, որ այդ գործ չունեմ։ Խնդրում եմ մի վարկյան։ Երբեք։ Ինչ ուզում ես արա, Ռաֆո, արի ինքան կանգնենք մինչև մի հատ է լինի, հաստատ էլի։ Արա դու նստած հաց ես ուտում։ Մինչև հոգին գա, հասկանանք էլի։ Թող գա խոսանք, Լուրջ։ հասկանանք, սանջել միացնելը։ Ինձ դուրս չեն ընդունում։ Գնա քնում եմ։ Հենց մի հատ է լինի կկանչեմ, գնա։ Արա լավ արա։ Ինչ ես խնդում։ Տենամ քո հետներ, ես այտենց ինձ բայ ինչ էիր անելու։ Ռադդ քաշի։ Դու ես կատակ արես, աղոր, ես կատակ չեմ արել, գնա։ Ասում եմ, արի գնա ընդ քնի, ես ստե կքնեմ կամ արի գնանք ընդ 3-ով քնենք։ Գնա։ Հին նավա, բա ինչ պետք է լինի, հələ լամպերը նայ, հին նավա։ Արա ինչ ես բերանը դու հետ է բաց է։ Արա հին նավա ինչ պետք է լինի, պրոստը լույսը նահանջատվի միացա։ Էլի խնդում ես, գնա։ Հա հին նավա լույսը անջատ է միացվել է։ Okay, հավատում եմ, հա ես մեկը հոգիների չեմ հավատում, հել գնա։ Պոպկորն կուտես։ Քել հելի գնաք մի հանգստացի, ես էլ հանգստանամ։ Հենց էլի մի բան լինի կկանչեմ կխնդաս, հա։ Դե լավ, սպокойной ночи։ Ինչ ժամանակներում պոպկորները լցնում էին այստեղ, գիշերը գնելուց միացնում էին, փչում էր վրա։ րոպեից լույսը կբացվի, իսկ իմ աչքերը արդեն փակվում են։ Գնացի քնելու, որ ուղիղ 6 ժամից պետք է արդեն նավը լքենք։ Բարի գիշեր։ Բարի լույս, ուղիղ 5 ժամ քնելուց հետո լույսը բացվեց եւ ժամանակն է լքելու նավը։ Գնացինք։ Ես ինչ վատ եմ քնել գիշերը, էլի կքնեի, շատ կարճ էր։ Ընդամենը 5 ժամը չի հերիքացնում։ Լույսից աչքի ես ցաված։ Դե ինչ օֆիցիալ կարող ենք համարել, որ ավարտվեց 4-րդ Queen Mary վիդեոն։ Հուսով եմ վայելել եք սկզբից մինչև վերջ։ Ուղղակի հիանալի 24 ժամ ունեցանք Queen Mary նավում։ Դուք գոհ եք, տղաներ։ Դե իսկապես էմոցիաները շատ հետաքրքիր էին։ Հաջորդը կարծում եմ պետքա գանք ու B340-ում մնանք։ Ինձ թվում է արդեն ժամանակն է, այլ տարբերակ չկա, որովհետև նավը կարծում եմ արդեն ամբողջությամբ բացահայտել ենք։ B340 սենյակում մնալու համար հավաքում ենք այս վիդեոյի տակ 40,000 լայք եւ միանգամից խոստանում եմ, որ կկազմակերպենք այդ երկար սպասված վիդեոն։ Դիր պլյուս մեկնաբանություններով եթե մինչև այստեղ նայեցիր վիդեոն, կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։ Մենք խփում ենք իրար, դու հերկում ես, բայց ու քո սիրտը գիտի